Այս պահին մեր ունեցած տեղեկատվությունը այն է, որ այսօր վաղ առավոտյան հերթական շինծու մեղադրանքով նախուզարկել են ՀԱԵԿ միավորման համակարգող հանրային քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանը, ապա նրան ձերբակալել են։ ՀԱԵԿ միավորումը իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում եւ անդիմախոսության լրացման կոպիտ փորձ, որը չի հաջողվելու։ Ավետիք Չալաբյանի կամքը ամուր է, պայքարի ոգին հաստատակամ, փաստաբանների հետ մշտական կապի մեջ ենք եւ մենք էլ օրինական բոլոր միջոցներով հետամուտ ենք լինելու Ավետիք Չալաբյանի իրավունքների պաշտպանությանը եւ նրա շուտապույտ ազատ արձակմանը։ Մեղադրանքի մասին դեռևս որևէ տեղեկատվություն չկա, քննչական կոմիտեն պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակել եւ մեզ էլ է անհասկանալի այս ինչ փութաջանությամբ են վաղ առավոտյան մեր գործընկերոջը ձերբակալել։ Սպասենք մանրամասներին, տեսնենք, հասկանանք եւ ըստ այդմ կտանք մեր հավելյալ գնահատականները։ Իսկ քաղաքական հետապնդում եք սա համարում, որտեղ երեք էլ Իշխան Սաղաթելյանի տունն էին խուզարկում։ Բնականաբար իհարկե, սա ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է եւ պարզ է, որ վարչախումբը նախընտրական շրջափուլում իր բոլոր հիմնական անդիմախոսներին հերթով փորձում է մեկուսացնել, լռեցնել, բանտարկել եւ ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի տարբեր ներկայացուցիչներ են առ այս պահը ձերբակալվել, ապա եւ կալանավորվել։ Հիմա էլ հերթը արդեն երկրորդ անգամ հասավ ՀԱԵԿ-ի համակարգող Ավետիք Չալաբյանին։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի դիմադրության շարժման ժամանակ էլ 22-ի մայիսից մինչև օգոստոս 3 ամիս շարունակ նա կալանավորված էր եւ դարձյալ շինծու մեղադրանքով, որը փլվեց դատարանում։ Այս մեկն էլ է փլվելու եւ մեր գործընկերը դա Աստված շուտով լինելու է ազատության մեջ։ Իր հետ կարողացել եք այս ընթացքում շփվել, թե միայն փաստաբանների միջոցով, ինչ է ասում պարոն Չալաբյանը։ Ոչ, մենք կարող շփվել, քանի որ ձերբակալված է, փաստաբանը Վարազդատ Հարությունյանն է, իր հետ ենք փորձում կապը պահել եւ հասկանալ մեղադրանքի բնույթը։